Իհարկե դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին, հատկապես 20 թվականից սկսած պատերազմի ողբերգական ավարտից հետո հատկապես։ Ես ձեզ ասեմ, որ 2018 թվականից սկսյալ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում էին Հայաստանում։ Իհարկե, ես իմ վերապահումները հանրայնորեն, մասշտաբայնորեն չեմ արտահայտել, հաշվի առնելով ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը իշխանությանը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել։ Միգուցե սա այն է, ինչ որ անհրաժեշտ է այսօր Հայաստանի։ Դժբախտաբար, սա այն դեպքն է, սովորաբար մարդիկ ուրախանում են, որ իրենք չեն սխալվել, բայց դժբախտաբար ես ցավում եմ, որ ես այս դեպքում չեմ սխալվել, ինչպես եւ չեն սխալվել մի շարք անձինք։ Ինչու չեմ սխալվել եւ ինչու ունեի այդ վերապահումները։ Այն անձը, ով առաջնորդում էր քաղաքական process-ը Հայաստանում, որևէ վստահություն չէր նշենչում ինձ, ի տարբերություն այն բոլոր անձանց, ովքեր ոգևորված էին նրան։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, թելադրում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։ Դա մի մարդ էր, որ իր ողջ կենսագրության ընթացքում բացառապես առաջնորդվել էր շանտաժով, վիրավորական, զրպարտչական բնույթի գործելավոճով, որը արտացոլված է նաև իր կողմից հեղինակած գրքի մեջ։ Ես ակնարկում եմ երկրի հակառակ կողմը գիրքը։ Դուք երևի թե ծանոթ եք այդ գրքին, եւ դժվար է դրական սպասումներ ունենալ մի մարդուց, որի աշխարհայացքը ուղղակիորեն արտացոլված է, դրոշմված է այդ գրքի մեջ։ Բայց իսեր Աստծո, ես չպետք է լինեի այն անձը, որը ժողովրդական սպասումները փորձեր խափանել, փորձել չարագուշակ մարգարեի պատմուճան հագնել։ Եվ դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ որ բոլորիս կյանքը այսօր ավերել, բոլորիս համար մեծագույն մտահոգություն։ Մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք ներազգային համերաշխությունը, կեղծ եւ արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակվեց հասարակությունը։ Եվ իհարկե այդ պայմանների մեջ ես անբարոյական եմ համարել, որպես թե եկեղեցական եւ թե անձ որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Եվ ես այդ դիրքորոշումը արտահայտել եմ եւ այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որը այդպիսի առհավիրք է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Անկախ նրանից ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը, դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր ժողովրդի եւ մեր երկրի գլխին։ Ուրեմն այս համոզմունքներից ելնելով ես արտահայտել եմ իմ դիրքորոշումները։ Եվ բնականաբար այդ դիրքորոշումները դուր չեն եկել իշխանություններին եւ վարչախմբին։ Այդ դիրքորոշումների հետ կապված դուք արդեն տեղյակ եք, հրապարակվել է, որ ես մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ։ Ես անունները չեմ ցանկանում նշել։ Հրապարակված կա, ես ճշգրիտ թվականները դժվարանում եմ հիշել։ Մեկը
Ինչ չեն հանդիպում են ունեցել։ Սիրելի լրագրողներ, պիտի խնդրեմ, որպեսզի երկխոսության չվերածենք եւ հարցազրույցի չվերածենք, որպեսզի հնարավորություն ունենանք բոլորս մեր հարցերը ուղղելու։ Եվ տեղեկացնեմ, որ արդեն կա որոշակի հերթականություն, ես տեսել եմ ովքեր են ձեռքեր բարձրացրել եւ ըստ այդ հերթականության կհրավիրեմ հարցեր տալու։ Ուրեմն ես չեմ կանչվել։ Ըստ էության ծանոթագիրներ չեն հանդիպել։ Պարզապես եղել է հրավեր հանդիպումների եւ մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ, դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների։ Ինչպես? Դժվարանում եմ ասել, ակնարկներ եղել են, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ թողաստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից։ Եվ ես այսօր նույն համոզումների վրա եմ։ Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ որ ես կարող եմ երբևէ արած լինել։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են եւ սուտ են։ Ես դա ասել եմ եւ կրկնում եմ։ Նորից եմ ասում, ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթակումների դիմաց գործես նոր մեղքեր, նոր սայթակումներ ստիպված լինես անելու։ Ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտում ես չգիտեմ։ Եվ ես այդպիսի քայլ ոչ արել եմ, ոչ անում եմ, ոչ կանեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր այդպիսի հույսեր են փայփայում, այդ հույսերը պետք է խափանեն։ Սա առաջի հարցին ասում։ Երկրորդ հարցը։ Ինչ վերաբերում է մեր եկեղեցականներին, ովքեր հայտարարություններ են արել։ Արդյոք նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ։ Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը ուղղակի դավաճանություն է։ Դավաճանությունը մեր խոստովանությունների մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք։ Գիտեք ինչու՞։ Որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ ամբողջ մեղքերի միասնությունը։ Դավաճանությունը դա ուխտադրժություն է։ Գիտեք ինչ, ես 3 ասպեկտ եմ տեսնում։ Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, դավաճանել են ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց։ Դավաճանել են այն ամենին, ինչը որ պատկանում է իրենց անցյալին։ Դավաճանում է այն ամենին, որին իրենք հավատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է։ Ժխտել սեփական կենսագրությունը, ժխտել սեփական պատկանելությունը։ Իսկ կանոնական լեզվով ասած, դա նաև հերձված է։ Հերձվածողության դասական օրինակ։ Մեզ երբեմն թվում է, որ
պատարակի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարակի հատվածի զեղչում է։ Բայց դա միայն առաջին հայացքից, դա ընդհանրապես պատարակի ինչ-որ հատվածի զեղչում չէ, դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության, դա նշանակում է դու եկեղեցու պատկանելությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում, բայց սա դեռ բավարար չէ, այդ հայտը դու ներկայացնում ես ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որը ըստ էության չունի որևէ լեգիտիմություն, որքան էլ որ բարձրագույն թափահարեն ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանք։ Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականական գործունեության պատասխանատվությունը։ Ձեր անունը ինչպես է։ Ռուզանա ջան, տեսեք, ինձ համար բացարձակ կարևոր չի գործոնները, թե ինչ գործոններ են նպաստել, որպեսզի իրանք այդ քայլը կատարեն։ Ցանկացած քայլ դավաճանական գործողություն կատարած լինելու համար ինչ որ արդարացումներ կարող է ներկայացնել, բայց դա բացարձակապես չի փոխում ընդհանուր արդյունքը։ Ընդհանրապես դա դավաճանություն է։ Ես չգիտեմ, սպառնալիքներ են եղել, սեփական համոզումներից ելնելով են այդպիսի քայլ կատարել, որոշակի նախապատվություններից, նախասիրություններից, այսօրվա իշխանավորների նկատմամբ անզսպելի սիրո զգացումներից, չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Չեմ փորձել ճշտել եւ դա բացարձակապես ինձ համար կարեւոր չէ։ Անկախ նրանից, թե ինչ գործոնների ազդեցության տակ է կատարվել այդ գործողությունը, գործողության բնութագիրը չի փոխվում։ Համաձայն չեք։ Երրորդ հարցը։ Ինձ հետ կապված հարցը։ Ուրեմն ինձ հեռանալու, ինձ ուղղված հեռանալու պահանջը, ինձ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Ուրեմն տեսեք, քանի որ դա տեսագրությունների հետ ուղղակիորեն առնչված է, ես ձեզ ասեմ։ Ուրեմն ես ձեզ 4 հանգամանք կարող եմ նշել, տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացականորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրություն, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել ենք, սա իրական է եւ այլ եւ այլ։ Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայնտեպս շոշափվող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը եւ իմ ընտանիքի անդամների անունները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է։ Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, եւ ես էլ համոզված էի, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Ուրեմն հետևաբար
այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ։ Չորրորդը, որ կրկին այս իմ երրորդ ասացի շարունակությունն է։ Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպման։ Ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել եւ այլն, եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաեւ ձեզ։ Ուրեմն բարձվեց այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Եվ դա գիտեք ինչի է նմանվում է, ասենք, մի դարպասի ֆուտբոլի խաղի նման։ Ինչ որ մարդիկ իմ ձեռքերը կապում են եւ որոշները փորձում են հարվածել։ Բայց հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքը։ Իհարկե ես դրանից էլ չեմ ներսրտում, ոչ էլ դրանից էլ որևէ երկյուր ունեմ։ Ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, կարծեմ Բաբայան Արսենը այստեղ պետք է լիներ, կամ եթե այստեղ չի, ինքը հայտարարություններ արել է։ Մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, եւ մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցվում է այդ քննության հետ կապ չունեցող անձին։ Այդպես չի։ Փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից եւ փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին։ Ենթադրաբար, ես այդպես գիտեմ, որովհետեւ այդ փորձաքննության արդյունքը համենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Չգիտեմ, վայ ջան, հիմա ասեմ։ Հիմա տեսեք, ընթացակարգերով հետեւյալն է։ Երբ որ փորձաքննություն ես ուզում օբյեկտիվ պատրաստել, պետք է ներգրավել այն անձին, ով ներգրաված է այդ հարցում։ Գետ մենք հնարավորություն պիտի ունենայինք հարցադրումները կազմությանը ինքներս մասնակցել, բացարձակապես նման երևույթ չի եղել։ Երկրորդը, եթե անգամ փորձաքննություն ա լինում, Արսենը շատ լավ նշել է, փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որը որ պատկերված է տեսագրության մեջ, իբրև թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ, սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաեւ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Իհարկե ես չեմ։ Գիտեք, շատ տհաճ է ինձ համար այս հարցադրումներին պատասխանելը, բայց ես այո կանչվել է եւ նույնը իր դիրքորոշումն է եւ ոչ միայն իր դիրքորոշումն է, իմ ընտանիքի բոլոր անդամները պարզապես այս տհաճ իրավիճակում ես թույլ չեմ տա իրենց խնդրել պարզաբանումներով հանդես գան։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաժողվում են։ Եվ չի կարող այդպիսի բան եղած լինել։ Չի կարող։ Այո։ Տեսեք, հերթով կանդրադառնանք հարցերին, ես առայժմ պատասխանում եմ մեր սիրելի Ռուզանայի հարցերին, դուք առիթ ունենաք այս հարցերին, ես իհարկե որքան էլ տհաճ լինի, հաշվի առնելով դրա հանրային հնչեղությունը, ամենայն մանրամասնությամբ պատրաստ եմ պատասխանելու։ Քանի որ այսօրվա մեր հանրային դիսկուրսը այս մակարդակի է իջել, ես կպատասխանեմ այդ հարցերին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խուսափում եմ։ Որտեղ կանգնեցինք։ Հա, հիմա ինչ քայլեր են ձեռնարկելու։ Ես իհարկե ցանկացած քայլ,
որը կկատարեի, պետք է այդ ասպեկտից մեկնված իրականացվեր։ Հիմա տեսեք, ինչ կարող էի ես անել։ Ես կարող էի դադարեցնել իմ ծառայությունը, խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է լսնեմ ջուր այն մարդկանց ջրաղացին, ովքեր որ ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։ Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի, որ բացարձակապես առհամարած ունեմ հանրային ընկալումները, կարծիքը։ Իհարկե, ես այդ հարցին ժամանակի մեջ կանդրադառնամ։ Անցյալ օրը կարծեմ մեր լրագրողներից մեկը այդ հարցը ինձ տվեց, ես իրեն պատասխանացի, որ ոչ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը, ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, եւ եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ, բայց դա պետք է ես գնահատեմ, տեսնեմ։ Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունը ինքը կարող է գնահատել, դա անհրաժեշտ է թե ոչ։ Հիմա ըստ էության առաջարկվել է, որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ։ Ըստ էության իրավական լեզվով ասած խափանման միջոց է կիրառվում։ Հիմա խափանման միջոցը, երբ որ կիրառվում է, նպատակը ո՞րն է։ Նպատակը հետևյալն է, չէ՞, ես տրամաբանորեն եմ ասում։ Այդ միջոցը կիրառվում է ծառայությունը դադարեցնելու։ 1. Որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննությանը, որի հնարավորությունը ես չունեմ, կամ համենայն դեպս այդ հնարավորությունը չի նվազելու իմ պաշտոնաթողությունից հետո, որովհետև ես այսպես կամ այնպես հանձնաժողովի անդամների հետ հարաբերություններ ունեմ։ Եպիսկոպոսները։ Ինչպես։ Այն ինչ որ հրապարակվեց։ Հանձնաժողովի անդամների իհարկե ոչ բոլոր, իհարկե ոչ 7 հոգի են, բայց 7-ից մեկը չէ ստորագրել, երկուսին են ստորագրությունները չկար, ուղղակի նշան էր դրված։ Ու ենթադրաբար։ Հիմա նպատակը ո՞րն է կասեցման, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդել իրենց քննության օբյեկտիվության վրա։ Ես այսպես կամ այնպես այդ հնարավորությունը չունեմ։ Կամ եթե ունեմ, իմ հնարավորությունը չի նվազելու, եթե ես իմ պաշտոնավարությունը դադարեցնեմ, որովհետև այսպես կամ այնպես ես անձանց հետ որոշակի հարաբերություններ ունեմ։ Երկրորդը, խափանման այդպիսի միջոցը կիրառվում է, որպեսզի մարդը հնարավորություն չունենա գործել նույն հանցանքը։ Հիմա տեսեք, ինձ մեղադրում են ինչի մեջ։ Ինձ մեղադրում են իմ կուսակրոնության օգտը խախտելու մեջ, կենակցելու մեջ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դուք իմ պաշտոնավարությունը դադարեցնում եք, ես զավեշտական է, ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու։ Ուրեմն նպատակը ո՞րն է։ Պարզ չի, որ նպատակը զուտ քարոզչական է։ Նարեկ ջան, երբ որ դուք ուզեք հարց տակ ձեզ խանգարելու ենք, ես հատկապես ձեզ անցյալ օրը երկար խոսել եմ։ Սիրելի լրագրողներ, ես չէի ընդհատում զուտ, որովհետև Սրբազանը պատասխանում էր ձեր բոլոր հարցերին, բայց խնդրանքս է, որպեսզի պատասխանները ավելի ամբողջական լինեն եւ արդյունավետ, կարող է ձեր հարցերի պատասխանները արդեն այդ պատասխանի մեջ լինեն։ Խնդրում եմ թույլ տվեք, որպեսզի Սրբազանը իր խոսքը ավարտի, եթե ընթացքում հարցեր են լինում, գրի արեք։ Ես հերթով բոլորին հնարավորություն կտամ ձեր հարցերը հնչեցնելու։ Այդպես նաև ավելի ճիշտ կլինի այն լրագրողների հանդեպ, ովքեր համբերատար արդեն 30 րոպե սպասում են իրենց հերթին։ Ավարտեցի, ես ձեր հարցերին պատասխան։ Այս բանին ոչ։ Երբ որ ես գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել,
ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլ ընդհանրապես կարգս թողնելու։ Որևէ խնդիր այդ առումով ես չունեմ։ Բայց ես չեմ պատրաստում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն ինչ որ ինձ վերագրվում է, դա ճիշտ է։ Ես ձեզ ուրիշ բան էլ ասեմ։ Մեր եկեղեցու պրակտիկայում դուք չեք կարող հիշել վերջին 30 տարում մի դեպք, երբ եպիսկոպոսի հետ կապված հարցերը քննարկելու համար հանձնաժողով է ստեղծվել։ Այդ հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել եմ ես։ Եվ դա ես ճիշտ եմ համարում, որովհետև պետք է այդպիսի մշակույթ ձևավորվի։ Ցանկացած հարց պետք է հանգամանորեն քննարկվի եւ օբյեկտիվորեն գնահատվի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնաժողովը քմահաճորեն կամ մայականորեն քաղաքական այս կամ այն գործոններով պայմանավորված որոշումների կամ լուծումների կամ առաջարկների հանգի։ Պարզաբանենք, թե ինչ է նշանակում աշխարհիկ կյանք։ Ինչ նկատի ունենք աշխարհիկ կյանք ասելով։ Մենք այսպես կամ այնպես, անկախ նրանից, որ հոգևորական ենք, ապրում ենք աշխարհում։ Եվ մենք հարաբերություններ ունենք մարդկանց հետ, շփումներ ունենք տարբեր շրջանակների հետ, այդ թվում նաև լրագրողների հետ։ Ինչը ևս աշխարհիկ կյանքով ապրելու դրսևորումներից մեկն է։ Եթե մենք աշխարհիկ կյանք ասելով նկատի ունենք այնպիսի հարաբերությունները ինտիմ կյանք, որը ինտիմ կյանքին է վերաբերում, դա բոլորովին այլ հարց է։ Հիմա տեսեք, քանի որ ընդհանրապես ես այդ բառը օգտագործել եմ անդրվորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ես ասեմ ձեզ, ես այդ բանավեճը, այդ խոսակցությունը ռիփսիմեն կհամաձայնի ինձ հետ, գրեհիկ եմ համարում, գրեհիկ և անթույլատրելի եմ համարում։ Գիտեք ինչ, հիմա մենք մեզ մոտ ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ։ Իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ես հողում չեմ անում իրավաբանությանը, որտեղ մենք հոգևորական ենք։ Բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականը իրավունք չունի անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անդրագիտություն է, անկախ նրանից դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։ Ոչ իրավական մեկնաբանությունների դաշտում, այլ զուտ հոգևոր ընկալումների դաշտում։ Մենք ինչի համար ենք խոստովանության գաղտնիություն ապահովում։ Անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականը ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Դուք պատկերացնում եք ստեղծվի մի իրավիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ եւ սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Պատկերացնում եք ինչպիսի իրավիճակներ կստեղծվի։ Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են։ Հիմա թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, մենք չենք կարող դրան գնահատականներ տալ։ Հիմա դուք վկայակոչում եք, որ կաթոլիկոսի անվան հետ կապված այդպիսի հարցադրումներ են առաջանում։ Կամ մեր եպիսկոպոսների հետ։ Ես իրավունք չեմ վերապահի ինձ այդպիսի հարցադրումներին պատասխաններ տալ։ Իհարկե դա որոշակի խնդիրներ հարուցում են, հանրային տիրույթում սկսում են այդ թեմաների շուրջ քննարկումներ, բայց ես կարծում եմ մենք պետք է ոչ թե սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, որոնք բերվել են մասնավոր տրամադրությամբ, այլ մենք պետք է առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան։
Հիմա այսօր Հայաստանի Հանրապետության, Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները եւ եկեղեցականների ենթադրյալ երեխաներն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխանները ունենանք, մեր երկրի անվտանգությունը ավելի ամուր կդառնա, մեր սահմանները անձեռնմխելի կդառնան, կվերանա հանրային պառակտվածությունը։ Իհարկե ոչ։ Ուղղակի ակնհայտ է, որ այս խնդիրները հրապարակ են բերում խորացնելու համար հանրային պառակտումը։ Առողջ բանավեճ իրականացնելու անկարողությունը այս մարդկանց մղել է այսպիսի կեղտոտ ու անթույլատրելի դաշտ։ Ընդամենը այս են պատասխանը։ Արդյոք կհեռանա կաթողիկոսը թե ոչ։ Գիտեք, կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու եւ եկեղեցուն պատկանելության բարձր, չափազանց բարձր գիտակցություն։ Իսկ ինչ է կարծում, ով պետք է հայտնվեր իշխանության թիրախում։ Նա, ով իշխանություններին գովերգում է, ասենք տարօրինակ չէր լինի, որ ասենք իշխանության թիրախում հայտնվեին մեր մտավորական, հոգևոր, հասարակական շրջանակի այնպիսի մարդիկ, ովքեր կուրս պատռելով իշխանության քաղաքականությունն են գովերգում։ Ես կարծում եմ, այդ հարցի պատասխանը շատ հստակ է։ Ես Ծիծեռնակաբերդի ելույթի հետ էլ չեմ կապում դա, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնահատուկ շեշտադրումներ եմ արել, ես արել եմ այն, ինչին հավատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո եւ անելու եմ նաեւ սրանից հետո։ Իսկ ես դա շատ օրինաչափ եմ համարում, իշխանությունները պետքա թիրախավորեն բոլոր այն անձանց, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական գիծը եւ ովքեր քննադատում են իրենց։ Հիմա յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել, ինձ էլ այս է վիճակվել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք։ Միսկով ասեց, որ արշավը դադարել է։ Անպայման չի, որ արշավը այդպես գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Ուրեմն եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված։ Ուրեմն 18 թվականից հետո շրջանառվեց արդեն մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետքա դուրս բերվի դպրոցից։ Հիմա սա եկեղեցու դեմ քայլ է, թե քայլ չէ։ Հիմա որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվել, որ իբրև թե եկեղեցու եւ ժողովրդի պատմությունը միասնական են, դրանք պետքա միասին ներկայացված լինեն եւ այլ, պարզ է, չէ, որ այս քայլը ուղղված է եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, ուրեմն նախընթաց շրջանում մենք ունեինք պրակտիկա, երբ որ մենք կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ որ մենք դիմում էինք մեր տարբեր ծրագրերը
ազատվում էին հարկերից եւ այդ շրջանակներում մենք իրականացնում ենք գործողությունները ավելացված արժեքի հարկից ազատվելու։ Այս ոլորտում եւս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։ Երրորդը դուք տեսաք, թե ինչպիսի գործողություններ իրականացվեցին, իհարկե դրանք այդպես չեմ կարծում, որ այտենց խորքային կարևոր բովանդակային երևույթներ են, բայց ինչ-որ ձևով արտացոլում են եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Ուրեմն մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր։ Ուրեմն խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքել, բայց թողնել դիվանագիտական անձնագրեր այնպիսի անձանց կամ տրամադրել այնպիսի անձանց, որը ուրեմն ասած, ասենք տարակուսելի էր։ Երկրորդը կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերը, այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբր թե ճանաչի։ Ուզում եմ նման օրինակ գործողությունները երբեք չեն դադարել։ Հիմա դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում, ուրեմն դա կարծում եմ ավելի արտահայտվեց 20 թվականից հետո, երբ որ եկեղեցու կամ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտպան։ Հիմա թե խորքային ինչ գործընթացներ են հաջորդել կամ նախորդել դրան, թե արդյոք իշխանության իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական յետնախորքում են, ես դժվարանում եմ դա ասել, բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում։ Օրինակ խոր տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը, կամ խոր տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի, Հայաստանի վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպությունները։ Հիմա սրանք կարող են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել։ Կարծում եմ այո, կասկածներ առաջացնել, այո։ Եվ կարող են կարծրած առաջացնել այն փաստերը, որ այսպես եկեղեցու նկատմամբ իրականացվող տոտալ հարձակումների, հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատների կողմից այսպես խորը լռություն է պահպանվում։ Երբ նախընթաց տարիներին մի ակտիվիստի անհամարժեք վարքագծին ոստիկանների հարձագանքելը դառնում էր համաշխարհային աղմուկի առարկա, բոլոր դեսպանատները միաբերան գոռում էին, որ ոտնահարվում է մարդկային իրավունքները եւ այլն եւ այլն։ Հիմա ինչպես եղավ։ Եկեղեցու դեմ իրականացող այս հարձակումները, եկեղեցու բռնազավթումը, Հովանավանքի սեփականատերը գոնե ակնհայտ է, որ եկեղեցին է։ Հովանավանքը բռնազավթված է։ Երկրի ղեկավարը, որ չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը։ Ինքն է որոշում, թե ով պետք է լինի եկեղեցու կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով պետք է լինեն դրանք, ինքը իրեն իրավունք է վերապահում, ինչ որ էքսպերտիզա սահմանել եկեղեցականների բարեվարկության հետ կապված, եկեղեցականների ուրեմն կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում։ Բոլոր մարդիկ իր կերպարի հետ կապված, ժողովուրդը իր կերպարի հետ կապված որոշակի շատ լուրջ տարակույսներ ունեն, ինքը մտել է եկեղեցականների ուրեմն կերպարի գնահատման դաշտ։ Ուրեմն այս ամենը ենթադրում եմ արվում է իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Այսքանը առաջի հարցի մասով։ Երկրորդը ինչ վերաբերում է բանադրանքին։ Իհարկե մենք եկեղեցական գործիքակազմերի մեջ ունենք բանադրանքի ինստիտուտ, բայց կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ բանադրանքը կիրառվում է ավելի բարձր ատյաններում, կաթողիկոսի ատյաններում, բայց կարծում եմ նաև, որ նման գործիքակազմ իրականացնելու համար պետք է շատ լրջորեն գնահատել, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, երբ Հովանավանքի քահանային կարգալուծեն կարել, բայց քահանան իշխանությունների ուղիղ տեսանելի աջակցությամբ շարունակում է մնալ Հովանավանքում որպես պաշտոնավարող անձ։ Այսինքն
աջակցում եւ Տեսեք, ուժային կառույցը ինքն է դուրս արել տեսած։ այո, ուժային կառույցները ոչ միայն, այլև այն բոլոր մարմինները, դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են մարդու սեփականության, հաստատության սեփականության իրավունքը պաշտպանել, տարբեր տեսակի անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են դա անել։ Ես ոչ մի պատճառաբանություն խելամիտ չեմ տեսնում, թե ինչպես է լինում, հակառակ նրան, որ մեր իրավաբանները դիմել են, որ այդ տարածքը ազատվի, բայց մինչև այս պահը այդ տարածքը ազատված չէ։ Ուրեմն այն ինչ որ տեղի է ունեցել Մոլդովայում, այն ինչ որ տեղի է ունեցել Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ փորձ է արվելու կիրառել այստեղ։ Եվ եկեղեցին չունի, գիտեք ինչ, բացի խոսքից, բացի իր գործիքակազմերից, պաշտպանական ավելի զգալի մեխանիզմներ, նկատի ունեմ ուժային կառույցներ, որոնք հարկադրանք կիրառեն իր իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ ինքնապաշտպանություն կիրառելու համար կարող է մարդկանց ուղղակի տանեն կալանավորեն։ Հիմա դա այդ տարածքը մերն է։ Այդ տարածքի նկատմամբ մեր սեփականության իրավունքը պաշտպանելու ինչ միջոցների կարող են դիմել։ Կռիվ հրահարենք, բռնություն կիրառենք, հարկադրանք կիրառենք։ Պարզ է, չէ, որ նման որևէ գործողության դեպքում անմիջապես իրավապահ համակարգները այս դեպքում կայծակնային արագությամբ են գործելու։ Կայծակնային արագությամբ։ Ուրեմն ինչ թույլ տալու Ոչ, թույլ տալու հարցը չէ, պետք է մտածել խելամիտ լուծումներ եւ եթե անհրաժեշտ է այդ գործիքակազմերը օգտագործել, պետք է օգտագործել։ Դրանք բանալու հարցը, որոնք պատկերում եղել են կա դե հարցը Որ օրակարգում։ բանալել։ Ну տարբեր զրույցների ժամանակ այդ թեմաների շուրջ քննարկվել են, բայց ասենք պաշտոնական տենց օրակարգում այդպիսի հարցադրումներ մենք տակավին չենք քննարկել։ ԱԱԾ-ի հետ կապված ես հանդիպել եմ երկու անգամն էլ հրապարակայնացված է եւ դրա մասին ասել եմ, ես իհարկե կապ չեմ ունեցել դրանց հրապարակման հետ, տարբեր լրատվամիջոցներ այդ մասին ինձ համար անհասկանալի ճանապարհով տեղեկացել են, թե ում հետ եմ հանդիպել, ինչպես եմ հանդիպել, ես չեմ ցանկանում անուններ հիշատակել, բայց արդյունքը դուք տեսնում եք։ Ձեզ պարտադրված կոնգրես հանրահավաքներին։ Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Ինձ հետ զրույց է եղել, ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները եւ մենք ինչպես այսինքն չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ, իմ արտահայտած դիրքորոշումների շուրջ, ես արտահայտել եմ իմ տեսակետները։ Սկսենք դրանից, վեհապարը մենակ է մնացել, թե ոչ։ Իհարկե վեհապարը մենակ չի մնացել։ Դուք տեսաք, որ ընդհանրապես 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ վեհապարի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը դեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են վեհապարի շուրջ եւ ավելին ասեմ ես, եթե անգամ վեհապարը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չլինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը, որևէ ձևով չի կարող համարել, որ վեհապարը պաշտոնաթող է եւ վեհապարը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհապարին աջակցողների բանակը մեծ է, վեհապարի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Հիմա ինչ վերաբերում է նրան, թե ինչու այն եպիսկոպոսները հանդես եկան եկեղեցու եւ եկեղեցականների կամ կաթողիկոսի դեմ։ Ես այն իրողության մեջ, որ կաթողիկոսը հովանավորել է իրենց, կոծկել է իրենց մեղքերը,
Եվ դա եղել է պատճառներից մեկը, որ այսօր իրենք հանդես են եկել այսպիսի կեցվածքով, ես դրանց մեջ կապ չեմ տեսնում։ Կապ չեմ տեսնում, որովհետև ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ որ մենք իրականացրել ենք այդ գործընթացների շրջանակներում իրենց նկատմամբ, դա եղել է ճիշտ, դա եղել է օբյեկտիվ, եւ դա, եթե հնարավորություն լինի նորից այդ երևույթների վերաբերյալ գնահատում իրականացնել, ես ինքս նույն ձևով կվարվեի, ինչպես մինչև հիմա վարվել եմ։ Իրականացվել են քննություն, ուսումնասիրություն եւ այդ ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել իրենց պաշտոնավարությունը այս կամ այն տեղում իրականացնելու համար։ Ես այդ առումով որևէ խնդրեմ չեմ տեսնում, խնդիրը նրան է կոծկում չի եղել, քննություն ա եղել, քննությունների արդյունքում եղել է որոշում, կոծկում չի եղել, մենք արել ենք այն, ինչ որ այդ պահին քննության արդյունքներով Երևան ա եկել։ Հիմա տեսեք, մենք ուսումնասիրություն ենք արել, եւ ես ձեզ ասում եմ, այդ թեմաները մենք հեռու ենք այն մոտեցումները կիսելուց, որ պետք է այդ կարգի թեմաները հանրային քննարկման առարկա դարձնեն։ Հիմա դուք ինչ գիտեք մենք ինչ ենք արել։ Մենք գործընթաց իրականացրել ենք եւ այդ գործընթացի շրջանակում կատարված ուսումնասիրությունների հիման վրա ինչ որ պետք է արվել է։ Հիմա թե ինչպես են այս անձերը իրենց դրսևորում, բացարձակապես դրա հետ կապ չունի։ Դա իրենց խղճի խնդիրն է, որին կարծում եմ հանրությունը համադրիկ գնահատական տալիս է, տվել է եւ կտա։ Եվ ես էլ քիչ առաջ բնորոշեցի դա համապատասխան բառով։ Այն ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթակույց քայլ։ Ես որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունեմ, որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, միգուցե մարդիկ ունեն այդպիսի զգացումներ, բայց այդպիսի զգացում թշնամական իմ նկատմամբ ունենալը ավելի շատ կարծում եմ բնորոշում է իրանց, քան թե ինձ, իրենց պետք է հարցնենք, վայրը։ Երկրորդը խորքային պատճառներ ունեն, թե չունեն։ Կարող է ունեն, կարող է չունեն։ Ես քիչ առաջ հիշատակեցի, որ առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու դեմ իրականացվող այս հակաօրինական, հակասահմանադրական արշավին որևէ պատշաճ գնահատական չի տրվում միջազգային հանրության կողմից կամ համենայն դեպս դեսպանատների կողմից։ Դա այն դեպքում, երբ որ ինչ-որ այսպես կոչված իրավունքների պաշտպան, եթե 10 տարի առաջ որպես բողոքի արտահայտություն ուղղակի ասֆալտին պարկեր, դեսպանատները ուղղակի համաշխարհային աղմուկ էին անում։ Սա տարօրինակ չի, սա ինչ-որ բաների մասին չի խոսում։ Ամենայն հավանականությամբ, բայց ես փորձագետ չեմ եւ ընդհանրապես կարող եմ ուղղակի երևույթներից դատելով որոշակի ենթադրություններ կասկածներ արտահայտել։ Տեսեք, ինքը process-ը ամբողջապես հակաիրավական է։ Հակաիրավական process-ը իրավական լուծում չի կարող ունենալ, որովհետև արդեն իսկ այն ամենը ինչ որ կատարվում է եկեղեցու դեմ, իրավաբանության ժխտումն է։ Ես այստեղ իրավական լուծում չեմ տեսնում։ Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է եւ դրան իրավունքով հակադրվելը կարող է որոշակի ինչ-որ արդյունքներ ունենա, բայց ամբողջապես չի պարատելու մեր մտահոգությունները։ Այստեղ խնդիրը ոչ իրավական առումով, ոչ կանոնական առումով, ոչ եկեղեցաբանական առումով որևէ ձևով արդարացված չէ քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս։ Որ պահից սկսված եկեղեցում գործընթացները իրականացվեն արտաքին ճնշումների ազդեցության ներքո, այդ պահից սկսված եկեղեցին դադարում է մնալ իր առաքելության մեջ, որովհետև դա դառնում է սպասարկող արտաքին օրակարգերի եւ արտաքին ճնշումների։
Հանգուցալուծումը գիտեք ինչ, մեր եկեղեցին հիմա վերադառնան պատմությանը, չասեք որ վերադարձավ պատմությանը, այսպիսի հալածանքներ, արշավներ տեսել են։ Լուծումը դիմանալն է, դիմադրելն է եւ համբերատարության զինվելն է։ Եվ օգտագործել խելամտորեն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկե նաեւ դա հավատավոր ժողովրդի հանրության աջակցությամբ եւ ակտիվ ներգրավվածությամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ, որ ասեմ այսա անենք, այսա անենք, այսա անենք, սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավի խնդիր չէ։ Հիմա վերջին 5-6 տարում ամենայն դեպս պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ինչ լուծումներ ենք տեսնում, ինչ այլընտրանքներ ունենք, ինչ մոտեցումներ ունենք։ Մենք պետք է ստիպված լինենք նաև այս հարցերին պատասխանել։ Եթե մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դեմ իրականացվող հարցերի հարձակումների դեմ պատասխանները կդժվարանան գտնել։ Լուծումը մեկն է։ Քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոն ավարել, մեր երկրում պիտի շարունակի ներքին պառակտումը, մեր երկրում շարունակվելու է անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության կորուստը։ Լուծումը այս իշխանությունների օրակարգից հրաժարումն է։ Օրինական, սահմանադրական, ոչ բռնի, սա էլ շեշտեմ, ոչ բռնի ճանապարհներով։ Սա էլ շեշտեմ, որ իրանց այդ հաճույքը չպատճառեմ հաջորդ քրեական գործնել է թիմքով հարուցեն։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներին իհարկե առիթներ եղել են, ներկայացվել են, բայց ես չեմ կարծում, որ միջազգային կառույցներն ու ներկայացուցչությունները, եթե ցանկություն ունեն ակնհայտ հակաիրավական, հակասահմանադրական գործողություններին գնահատական տալու կարիք ունեն ինչ-որ մասնավոր ներկայացումների։ Երբ որ մարդիկ 16-17 թվականներին ասֆալտներին պառկում էին, կառավարության շենքի առաջ պաշտոնյաների դեմքին թքում էին կամ հարվածում էին կամ պաշտոնյաների նկատմամբ բանարգալից վերաբերմունք էին ունենում, ոչ մի միջազգային կազմակերպություն չէր սպասում, որ իրենց դիմեն։ Իրենք ուղղակի գլխապատառ նետվում էին այդ մարդկանց իրավունքները իբրև թե պաշտպանելու։ Իսկ ուր են այսօր այդ մարդիկ։ Երբ որ եռաբլուրում ուրեմն ծեծում են զոհվածների ծնողներ, երբ որ կանանց են խոշտանգում, երբ որ կանանց են ծեծում, ուղղակի օր եթե Գիտեք, հիմա հեսա պատասխանը եղա Զարա ջան, մի մասը գործում են, մի մասը չեն գործում, դրանք երկրորդական են, հիմա այդ գործում են, չեն գործում, էական է այստեղ ինչ է, ես ես ասում եմ, մեր միջև եղել է հանդիպում, ինձ չեն կանչել, և կանչելը հեռախոսով չի լինում, ծանուցագիր չի եղել, որ ես գնամ ներկայանամ, պարզ հանդիպում է եղել, որը կարող է լինել ինչպես Էջմիածնում, այնպես և Երևանում, եղել է հանդիպումը ոչ իմ նախաձեռնությամբ, այդ հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ իմ մոտեցումները, իմ տեսլականը, իմ գաղափարները, իմ դերքորոշումները, իրենք արտահայտել են իրենց մտահոգությունները, իմ մոտեցումները, իմ դիրքորոշումները չեն փոխվել, բայց նաև ես հասկանում եմ, որ այն անձինք, ովքեր որ ներգրաված են այդ ծառայության մեջ, ազատ չեն որոշակի քաղաքական ուրեմն օրակարգերի սպասարկումից։ Ну, ես դա ըմբռնումով եմ մոտեցել, ըմբռնումով եմ մոտենում, եւ ես որևէ ձևով մեղադրանք չունեմ իրենց նկատմամբ, իրենք իրենց ծառայության մեջ են եղել, եթե իրենք ծառայական պարտականություններն էլ գերազանցել են, դա որևէ ձևով չի ներգործել իր վարքագծի մեջ։